Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիա Հաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդվարդ Շարմազանովին, բարև ձեզ պարոն Շարմազանով, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պատահական չէ այսօրվա մեր հանդիպման առիթը շաբաթ օրը ապրիլի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական Կուսակցության համագումարը հերթական եւ այդտեղ էր որ դուք արդեն պաշտոնապես հայտարարեցիք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չեք մասնակցելու։ Ինչն էր հիմնական պատճառը այդ որոշումը կայացնելու, պարոն Շարմազանով։ Որոշումը կայացվել է չորեքշաբթի օրը, գործադիր մարմինը կարճ հաղորդագրություն տարածեց շաբաթ օրը համագումարում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը իր ծավալուն ծրագրային ելույթում անդրադարձավ այդ հարցերին։ Նախ հանրապետականը չի առաջադրվում եւ ուղղակի չի մասնակցում, բայց մասնակցելու է ընտրություններին Պարզապես ոչ առաջադրման։ Ինչու ուղղակի չենք առաջադրվել եւ ուղղակի չենք մասնակցում։ Առաջինը, որպեսզի ել ավելի չջլատենք, չմասնատենք ընդդիմադիր դաշտը։ Երկրորդը, մեր սեփական օրինակով փորձենք հնարավորինս ազգային ընդդիմադիր պետական դաշտում փորձել համախմբման ջատագով լինել եւ համախմբման օրինակ ծառայել։ Որովհետև մի կողմ պետք է դնել այս փուլում բոլոր հնարավոր տարաձայնությունները եւ կենտրոնանալ երրորդ հանրապետության հիմնական ներքին սպառնալիք նիկոլիզմի դեմ պայքարում։ Երրորդ, այս տարիների ընթացքում կեղծ թեզ կա, ներկաներ, նախկինները որ չլինեն, Չերևան, մի մեծ բանակ կա, որ նախկինների պատճառով ընդդիմությանը ցայն չի տալիս, ճիշտ է, մենք համարում ենք դա կեղծ թեզ։ Ես իմ ելույթում եմ ասել, որ նախկինը դա Շուշիի ազատագրումն է եւ հայկական Արցախն է, ներկան կապիտուլյացիան է եւ Էրդողանի գիրքը կրծքին սեղմելն է ու Հայաստանը Ադրբեջանի պահանջների ներքո Մուրացկանի կարգավիճակ դարձնելն է։ Բայց այնուամենայնիվ, քանի որ նաեւ ազնիվ մորյուրարներ կան, նաեւ ընդդիմադիր դաշտում, նաեւ մեր մտահոգ քաղաքացիների մոտ ընդդիմադիր, նաև այդ սեփական օրինակով մենք փորձել ենք այս ընտրությունները հնարավորինս գոնե մեր մասով ներկա նախկին այդ կեղծ բանավեճից զերծ պահել։ Եվ ամենակարևորը կուսակցությունը միշտ առաջնորդվել է կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզբունքով։ Մեզ համար կուսակցությունը եւ իշխանությունը նպատակ չի եղել, ընդամենը միջոց է եղել։ Եվ ես իմ ելույթում ասեցի, չվիրավորելով որևէ մեկին եւ որևէ մեկի հավակնությունը, բայց ես մեր մասով եւ իմ մասով մասնավորապես ասեմ, որ ինձ եւ մեր կուսակցությունը ոչ թե պաշտոն է պետք, այլ հայրենիք։ Եվ եթե այդ հայրենիք ունենալու համար, նիկոլիզմից ազատվելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ուղղակի չառաջադրվենք, մենք չենք առաջադրվի։ Չնայած էլի ես գտնում եմ, որ միգուցե սա սուբյեկտիվ կարծիք է, որ ընդդիմադիր դաշտում չեմ կարծում շատ են այն թիմերը, որոնք ունեն մեր քաղաքական թիմի նման գործիչներ եւ մեր կառույցների նման կառույցներ գաղափարախոսության մասին չասեմ։ Բայց ամենևին սա չի նշանակում, որ մենք ակտիվ չենք լինելու, մենք կոչ ենք արել եւ կոչ ենք անելու Հայաստանի քաղաքացիներին ակտիվ գնալ ընտրությունների, ակտիվ մասնակցել, որովհետեւ տունը նստելը դա ձայնի փոշիացում է, տունը նստելը դա հավասարազոր է, որ Փաշինյանին ես ընտրում, ինչու որովհետև Փաշինյանը իր ողջ ռեսուրսը օգտագործելու է եւ իր ընտրողներին տանելու է ընտրության եւ մի բան է եթե 10 հոգուց ինքը 5 ձայն է հավաքում, դա ինք ունենում է 50%, եթե 15 հոգուց է ինքը 5 ձայն հավաքում, ինքը 50-ից ցածր է լինում եւ հավաքական ընդդիմությունը հաջողության է հասնում։ Դրա համար մենք կոչ ենք անելու ձայն տալ ազգային պետական ընդդիմադիր ուժերին ակտիվ գնալ ընտրությունների եւ նախագահը նշեց իր ելույթում գնացեք ընտրության, որ Նիկոլը գնա սկզբունքով, գնացեք, որ գնա այդ սկզբունքով, այսինքն դիվանին նստելով, բասկաթոռին նստելով որևէ բան չի լինում։ Այնուհետ մենք ավելի արդեն ազատ ենք, եթե այն ժամանակ ես խոսում էի մի երկու
ապաշնորներ կային գրում էին, պաշտոնը կարոտել է, աթոռը կարոտել է, էսա կարոտել, ժողովուրդ ջան, ոչ մի բան, մենք հայերնի Արցախն ենք կարոտում ու մեր հայրենիք ու մեր արժանապատվությունը վերականգնում է։ Այդ իմաստով մենք շատ ավելի ազատ ենք եւ շատ ավելի ազատ ենք պայքարելու։ Տեսեք, պարոն Շարմազանov։ Եվ կրկնում եմ, հանրապետականի նպատակը եղել եւ մնում է ազգային պետության պաշտպանությունը, ազգային եւ անկախ պետականության վերականգնումը, իսկ իշխանափոխությունը դրան հասնելու միջոցն է։ Տեսեք, դուք նշում եք, որ մենք ուղղակի չենք մասնակցում, բայց համագումարի ժամանակ էլ այդ հնչեց տեսակետը, որ մենք պաշտպանելու ենք անդիմությանը, հա, դուք էլ հիմա ամրագրում եք այդ թեզը, որ ազգային պետականամետ ուժերին, հա, պետություն կերտող ուժերին։ Ինչ կերպ եք դուք պատկերացնում եք ձեր պաշտպանելը եւ կան ինչ որ ուժեր, որոնց նկատմամբ այսպես հավակնությունը ավելի մեծ է պաշտպանելու, սատարելու, նաեւ ձեր ռեսուրսը ամեն դեպքում հանրապետական կուսակցությունը հսկայական ռեսուրսներ ունի, եւ գաղափարական, եւ մասնագիտական պոտենցիալ ունի, ո՞նց եք պաշտպանելու։ Առաջինը, պետք է վստահ լինենք, առաջինը, որ պաշտպանելով X ուժին եւ X գործիչների, քո ձենը չի փոշիանալու։ Այսինքն պետք է մենք վստահ լինենք, եւ դա սոցիոլոգիան էլ է ցույց տալիս, որ դրանք այն ուժերն են, որոնք միանշանակ շեմը հաղթահարում են, լինի դաշինքով թե առանց։ Սա հստակ է, որովհետեւ կարող է հիմա ուժեր լինեն ու կան այդ ձևի ուժեր, որոնք շատ պետականամետ են, շատ ազգային են, շատ լուրջ դերակատարում են ունեցել մեր պետության այս տարիների ընթացքում, բայց այդ մարդիկ, չեմ ուզում ես հիմա որևէ բան ասեմ, բայց դժվար թե շեմը հաղթահարեն։ Իրանք արժանի են, բայց էս է մի իրականությունը։ Հիմա որպեսի ձենս չփոշիանա, պետք է տանք այն ուժերին, որոնք հաստատ գիտենք, որ դրանք անցողիկ են։ Երկրորդը, էս այս լավ, ասեք լթվարկեք։ Երկրորդը, պիտի մանրանալ։ Երկրորդը, պետք է տալ այն ուժերին, քվեարկել այն ուժերի օգտին, ասենք առաջինը չի փոշիանում, որ չի փոշիանում։ Երկրորդը, այն ուժերը, որի լիդերը եւ որի ներկայացուցիչները միանշանակ ոչ ուղակի, ոչ անուղակի, ոչ այսօր, ոչ էլ ապագայում չեն տեսնում հավանականություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հետ համագործակցելու։ Այսինքն ինքը իր համագործակցություն չլինելու, այսինքն այս ուժերը նիկոլիզմին դեմ են։ Կա նման ուժ։ Երրորդը գաղափարական հիմքերը։ Քննադատում է Նիկոլի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ։ Ինչպիսի վերաբերմունք ունի Վեհապար Հայրապետի եկեղեցու ինստիտուտի նկատմամբ, ինչպիսի վերաբերմունք ունի Արցախ վերադարձի, ինչպիսի վերաբերմունք ունի Արարատ լեռան խորհրդի, ինչպիսի վերաբերմունք ունի անկախության հռչակագրի։ Ես իմ ելույթում ասել եմ, այո անկախության հռչակագրին, ոչ նիկոլիզմին, այո եկեղեցուն, ոչ վիլայեթացմանը, այո անկախ ու ազգային արժեքներին, ոչ ադրբեջանացմանը, այո Արցախի վերադարձի գաղափարին, ոչ արևմտյան Ադրբեջանին, այո ինքնիշխանությանը, ոչ Միջանցքին Զանգեզուրի։ Սրանք են այն թեզերը, որոնք պետք է լինեն։ Ես ասեմ, որ ես այսօր չեմ ասելու, ես ինքս որ ուժին եմ, դժվար չի կռահել, բայց ես կարծում եմ ճիշտ էլ չի հիմա ասել, մենք չունենք որոշում, որ բոլորս պետք է միանշանակ տանենք այդ մի ուժին ձայն տանք։ Բայց պետք է, որպեսզի մեր ձենն էլ չփոշիանա, պետք է ձայն տալ այն ուժերին, որոնք միանշանակ ընդդիմադիր են, ազգային են, ու Նիկոլի դեմ որևէ ձև չեն համագործակցելու եւ ձայնել չի փոշիանալու։ Կոմպրոմիս չեն ունենալու։ Այո, սա շատ կարևոր է, սա այլևս սա քաղաքական ու կուսակցական խնդիր չէ։ Սա Հայաստանի պահպանության եւ Հայաստանը արևմտյան Ադրբեջանի վերածելու պայքար է ռիփսի մեջ այն։ Պարոն Շարմազանով, տեսեք, դուք ասում եք, որ մենք չուզեցինք մասնակցել, որպեսզի ընդդիմությունը։ Չէ, տեսեք, ես ասեմ, ներողություն ընդհատեմ, հազար ներողություն, մեզ որոշումը շատ դժվար է կայացվել։ Ահա։ Այնպես չի, որ շատերի սրտով է։ Այո, 2.5 ամիս շատ լուրջ քննարկումներ են եղել ամենօրյա ռեժիմով։ Շատ լուրջ, որովհետև ես ինքս գտնում եմ, որ հանրապետականը ոչ թե գտնում, դա սոցիոլոգիա հիման վրա է, որ հանրապետականը միանշանակ անցողիկ շեմա հաղթահարելու էր, որ հանրապետականի թիմից ավելի լավ պրոֆեսիոնալ թիմ կներեք անհամեստության համար որևէ ուժ չունի, կարող հանրապետականի չափից, հանրապետականի շատ որևէ մեկը փորձը, ինտելեկտը, արդյունքը անուններ չտամ, բայց
Միևնույն ժամանակ նախագահն ասեց իր խոսքում։ Մեր նպատակը իշխանափոխությունն է, ոչ թե 5 կամ 7 կամ 10 մանդատ ունենալը։ Եվ մեզ համար իհարկե, եթե դասական քաղաքականով ես նայում, կուսակցությունը պետք է մասնակցի ընտրության, մանավանդ մի կասեք Շարման, եթե հաղթարը եք վախի չեք մասնակցել։ Բայց խնդիրը այդ 5 կամ 6 մանդատի մեջ չի։ Կներեք, եթե Նիկոլ էլի պետք է մնա, իմաստ չունի։ Իսկ մենք պետք է ուժեղացնենք հավաքեք, չգիտեմ 6-1-ը հավաքի, 15-21-ը հավաքի, այսինքն անցողիկների քանակավերի մեջ չէ ելնելու բան։ Դրա պատասխաննել տա, առաջինը մենք կհավաքենք իմ տպավորությամբ 4.5 կամ 5.5 կամ 6.5, բա որ 3.95 հավաքենք։ Տեսեք ես Բաբոր, ասեք ես աստված չեմ, չէ՞ որ որոշեմ։ Հա ես կարծում եմ, ես համոզված եմ, որ կհավաքեին։ Այսինքն այդ կկոր էր այդ ձայնը։ Բայ 3.99-ի դեպքում էլա կորում։ Այո։ Սա մեկ, երկրորդը, մենք պետք է ուժեղացնենք ավելի ուժեղին։ Իսկ մենք պետք է այնտեղ որտեղ ուժեղ է, այնտեղ պետք է ուժեղացնենք։ Դա գումարեք նրանց տոկոսների վրա։ Նրանց տոկոսը եւ ամենակարևորը, սոցիոլոգիան ապացուցել է այդ հետազոտությունները, որ հանրապետական կուսակցության անդամները, նրանց քարոզիչները, նրանց ակտիվը եւ մեծ զայն տվող այդ շեմը, այդ մարտիկ, իրանք որևէ դեպքում Նիկոլին չեն քվեարկելու։ Հետևաբար, եթե մեր նպատակը իշխանափոխությունն է, եթե մենք պետական ու ազգային շահից ելնելով ենք խոսում, ոչ թե զուտ կուսակցական։ Տարբերությունը ո՞րն է ընդհանուր զամբյուղի մեջ, թե առանձին։ Դուք ամբիցիա չունեք էլի այդ մասով այդպես կարող Ես կրկնում եմ, Լեկին Արաքելյան ջան, այնպես չի, որ մենք անամբիցիա գործիչներ ենք կամ մենք մեր արժեքը չգիտենք։ Ես ինքս եւ իմ արժեքը լավ գիտեմ, եւ Աշոտյան Արմենի, եւ չգիտեմ մեր падգամավորների, եւ մեր նախագահի, եւ մեր թիմի, եւ Զաքարյան Արտակի ու բոլորի։ Բայց կրկնում եմ, հիմա դրա ժամանակը չէ, հիմա ժամանակն է, որ եսը ստորադասենք համընդհանուր մենքին, ինչպես ասում էր ավետարանում, ով կլինի վերջինը, մի օր կլինի առաջինը, մեր խնդիրը դա չի, մեր խնդիրը այսօր, ես ասեցի, հայրենիք ունենալն է, եթե ես պետք է մանդատ ունենամ, բայց գնամ էլի նիկոլիստական Հայաստանում падգամավոր աշխատեմ, որտեղ գերբի վրա առաջ չկա, որտեղ, ինչպես սրանք են ասում, Հայաստանի անվտանգության երաշխավորը Իլհամ Ալիևն է, իմ ինչին է պետք։ Ես մանդատել եմ ունեցել, այդ մանդատը ծառայեցել եմ Հայաստանի Հանրապետությանը, այդ մանդատով Արցախում պատերազմի ժամանակ 4 արտասահմանցի падգամավոր եմ տարել, այդ մանդատով 4 երկրում ցեղասպանություն եմ հասկացել, 8 երկրում էլ ցեղասպանության ցուցահանդեսներ եմ արել այդ երկրների պարլամենտներում։ Այդ մանդատով որ միջազգային բանում եղել եմ, համաժողովում Մոսկվայից մինչև Թուրքիա նույնիսկ։ Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին լռել խելոք լսել են ինձ։ Հիմա ես ի՞նչն է խնդիրը, ինքնանպատակ ոչինչ չի, այսօր կա ավելի մեծ նպատակ, այդ մեծ նպատակը փորձել այս չարիքից ազատվելը։ Եվ ամենակարևորը, էլի կրկնում եմ, մենք շատ լավ գիտակցելով մեր քաղաքական կշիռը, այնուամենայնիվ հնարավորություն ենք տալ նաև այն ուժերին, որոնց թվում է կամ այդ քաղաքացիների, որ նախկիններն են խանգարում, այ որ հանրապետականը չլի, Սերժ Սարգսյանը, Աշոտյանը, Շարմազանը ու հանրապետականները չլեն, ժողովուրդը գլուխ կոտրելով կգնա կտրին դիմությանը, հարց չկա ժողովուրդ ջան, եթե մենք ենք խանգարողը, ձեր ցավը տանեմ, մենք հետ ենք հաշվում, Նիկոլին հանեք, էլ ոնց բացատրեմ։ Տեսեք, պարոն Շարմազանով, դուք հաղորդման սկզբում էլ նշեցիք, որպեսզի ընդդիմությունը այսպես չպառակտվի, հա, չտրոհվի եւ ձեր չմասնակցելը նաեւ պայմանավորված է դրանով, որ համախմբվի, հա, այդ ձեր տոկոսներն էլ այսպես ասած գնա եւ չփոշյան այն ուժերին, որոնք որ ավելի այսպես անցողիկ տեղերում են։ Բայց տեսեք, ձեզ նաեւ հաճախ մեղադրում են եւ նաեւ հանրապետական կուսակցության առաջնորդին, երրորդ նախագահին, որ Սերժ Սարգսյանը այսպես հերթական շախմատային կոմբինացիան է արել, այս անգամ էլ տեսնես ինչ է մտածել, որ հետ քայլ է արել։
եւ նաեւ նշում են, որ կան դաշտում շատ ու շատ կուսակցություններ, քաղաքական ուժեր, որոնք մասնակցում են, որ դուք այնտեղ միանշանակ ներգրավված եք, օգնում եք այդ ուժերին եւ այլն, եւ այսպես դեմքով չեք ներկայանում, բայց միևնույն է դուք ընտրություններում խոշոր խաղացող եք այսօր։ Դա որքանով է իրականությանը համապատասխան։ Ինչու ոչ միայն ընտրությունները, մենք Հայաստանի քաղաքական դաշտի խոշոր խաղացողներից մեկը։ Այո, բայց կոնկրետ ընտրություններում խոշոր խաղացողներ եւ նախագահը մեծն շախմատիստ է եւ կոմբինացիաներ։ Նախագահ շախմատիստ է, շախմատիստ չէ, շախմատիստները կասեն, որպես քաղաքական գործիչ ասում, նախագահը ազգային պետական գործիչ է եւ իր բոլոր խնդիրների մեջ, իր բոլոր որոշումներում հաշվի առնում Հայաստանի Հանրապետության պետական շահը։ Եվ ես նախագահից ավելի շատ պետական գործիչ ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, գոնե այս շրջանում, այս փուլում, մանավանդ եթե համեմատենք սրանց հետ, ոնց որ համեմատենք Ջոմոլունգմոնու մի հատ խեղճ բլուր։ Սա չի քննարկում։ Ինչ վերաբերում է process-ին, ես ասացի, իհարկե մենք չառաջադրվելը, չմասնակցել չէ։ Հասկացա։ Շատ պարզ ենք ասում, մենք ոչ թե նստելու ենք թախտին, մենք կոչ ենք անելու հանրությանը ու շատ ավելի ազատ։ Եթե այն վաղ պետք է գնայի կոչ անեի, ասեն Շարմազանովը եկել է ձեն եմ ուրում բան, մանդատի համար, սրանք բան չէ, ընկեր ջան, ոչ մանդատի համար են կռիվ տալի, որ ձենի համար։ Պետության ունենալու համար են կռիվ տալիս եւ ասում ենք Նիկոլը մնաց Հայաստանը վերահսկվելու Ադրբեջանի, արևմտյան Ադրբեջանի, տանում է վիլա, եթացման։ Սա հայկի ու բելի կռիվ է։ Հեշտ կարևոր, երբ որ հայրենիքը վտանգի մեջ, այս իրական վտանգի մեջ, որպես պատմաբաներ եմ դա ասում։ Հեչ էական չի այդ բանակի հրամանատարը Անդրանիկ Կոզանյանն է, թե Գարեգին Նեժդեյնն է, թե Գևորգ Չաուշտն է, թե Թովմաս Նազարբեկյանն է։ Միշտ էլ տենց եղել է, չէ՞, միշտ էլ կարային ասել, դե Թովմաս Նազարբեկյանը եւ Սիլիկյանի կողմնակի չէ։ Կամ գեներալ Մավելն է, Ուգանովսկին է, թե բանն է, Լեոնիդ Ազգալզյանն է, թե Մոնթե Մելքոնյանն է։ Այսօր մեր խնդիրը այս ազգակործան պատուհաշ չարիքից ազատվելն է, այս ռեժիմից, որը արդեն, եթե 21 թվականի խափում էր, խափելով ընտրվեց, ասեց Ճուշի հադութի դեօկուպացիա, Արցախ անջատում հանուն փրկության, հիմա բացահայտ ասում է, բացահայտ, շանտաժ անում իր սեփական ժողովրդին, ասում է ինչ չընտրեցիք սեպտեմբերին պատերազմ անելու ձեր երեխեքը զոհվելու են, հələ տեսես ինչ ասում է։ Եվ բ մի մարդ, որը 3-4 մեծ պատերազմ է բերել, ասում է այս խաղաղություն դուք պատերազմ։ Այդ ոնց որ ուլիցը Կրասնիխ Ֆանարիի վրա աշխատողը ասի ես բարոյականության բանն եմ, էլի մարմնավորում եմ։ Արա դու մենակով ավելի շատ պատերազմ ու զոհ ես բերել, քան 3 մնացած բոլոր իշխանությունները 30 տարվա մեջ։ Բայց քարոզչությունը անում, ասում եմ ես եմ խաղաղության սիմվոլը, պարոն Շարմազան։ Ոնց է խաղաղության սիմվոլը 5000 երեխաներ էին խանգարում այդ խաղաղությանը։ 5000 տղեկներ էին խանգարում, որ տարար փուրը տվեցի։ Ասում եմ ես դա արել եմ, որպեսզի Հայաստանը ինքնիշխան դառնա։ Չեք լսում ինչ է ասում։ Ինքնիշխանը ո՞րն է։ Չգիտեմ։ Ալիևի պահանջով սահմանադրություն ընդունելը։ Այո։ Անկախության հռչակագրից հրաժարվելը, Արարատի խորհրդից հրաժարվելը, Փաշազադեի պասովել, Վեհապար Հայրապետի ու եկեղեցու դեմ պայքարելը, սրանք ոչ օրենք գիտեմ, իրաց նախընտրական ծրագրում ուղիղ սահմանադրության խախտման կետ կա։ 10-րդ կետով կարծեմ գրված է, որ պետք է Վեհապար Հայրապետին փոխեն։ Իրանք ով են։ Աշխարհիկ իշխանությունը ես կլնեմ, ինքը կլնի, դուք կլնեք, աշխարհիկ իշխանությունը, գործադիր իշխանությունը ով է։ Որ հայ առաքելական եկեղեցու այո, նախընտրական խոստումը։ Դե հայ ժողովուրդը պետք է իմանանք, հայ ժողովուրդ ջան, Նիկոլին ձայն տալով, ձայն եք տալիս Իլհամ Ալիևին։ Այն 5000 մեր լույսի պես երեխեքին սպանած Իլհամ Ալիևին, էլ ոնց ասեն որ հանցրանք։ Ուղիղ ձայն տալով Նիկոլ Փաշինյանին ԿՊ-ի ԿՊ-ի մեջ դուք տեսեք Յենի Ադրբեջան Երևանյան ֆիլիալը։ Բովանդակության պետ են այդ մարդիկ ասում։ Նիկոլ Փաշինյանը այսօր ասում է այն, ինչ որ 30 տարի Ալիևը իր հերը եւ Թուրքիայի իշխանությունները միշտ ասել են։ Հիմա պարոն Շարմազանով տեսեք, ասում է խաղաղություն եմ բերել կամ բերում։ Որտեղ է խաղաղությունը։ Ինքը վերելած կերկություն։ Այդ թեզերը པարզ է, հա, իրեն այդ մանիպուլյացիաները, շանտաժները։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ ոչ խաղաղություն է բերում նաև մեր մյուս դաշնակից պետության հետ։ Այսինքն մենք նաև ոնց որ անխաղաղ օրեր են մեզ սպասվում հյուսիսային մեր բարեկամ Ռուսաստանի հետ։ Այստեղ խաղաղության
զեղչումը, հա, այսպես ասեմ, լրիվ օքեյ է, որը մեկը չի ասում, անկախ ամեն ինչից կա այդ հյուսիսային բարեկամ պետությունը, որի հետ այսքան տարի ԵԱՏՄ անդամ ենք, ՀԱՊԿ անդամ ենք, չգիտեմ ինչ ենք, որ այսպես վերցնենք, ՀԱՊԿ-ի մասին է խոսակցությունները եղավ, որ մենք դուրս ենք գալի, բայց իրականում օրինական դա ընդհանրապես աստին սառեցման միջոց է եղել, բայց մենք դուրս չենք եկել անկախ ամեն ինչից ՀԱՊԿ-ից։ ԵԱՏՄ-ի մեջ ենք, տնտեսական, այսպես փոխգործակցության մեջ ենք եւ այլն։ Հիմա ում հետ ենք խաղաղությունը հաստատում, թուրքերի ըստ իրենց, այսինքն թուրքերի հետ խաղաղություն ենք ուզում կառուցել, ռուսների հետ այդ խաղաղությունը, որ ունեցել ենք ամբողջությամբ, այսպես այդ հարաբերությունները փչացնում ենք, վերջերս էլ Մոսկվա էր գնացել մի քանի օր առաջ, մենք տեսանք, որ այնտեղ այսպես շատ կտրուկ հայտարարություններ ամեն դեպքում իմ գնահատմամբ տեղի ունեցավ երկկողմանի եւ սա եւ նաեւ մենք միշտ չգիտեինք, հա, կուլիսների ետևում ինչպիսի խոսակցություններ են լինում, բայց առաջին անգամ տեսանք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը այսպես շատ հստակ մեսիջներ, նույնիսկ թղթի վրա գրված, հիշում եք, կետերով կարծիքը հայտնեց, իսկ դրա երեկոյան, եթե չեմ սխալվում, փոխվարչապետ Օվերչուկը բավականին այսպես շատ ծանր եւ սթափեցնող, սաստող, հա, այսպես ասեմ, հարցազրույց էր տվել 10-ին։ Ինչպես եք գնահատում այս ամեն ինչը, ինչ ա մեզ տալիս նաև այս հարաբերություններում մեր այս իշխանությունների վարքագիծը եւ նաև ռուսների վարքագծի գնահատականը ինչպիսին ասցես։ Ռուսների վարքագծի գնահատականը ես չէ որ պետք է տամ, այսօրվա Ռուսաստանի վիճակն է հարավային Կովկասում։ Ես ինչ շատ Նիկոլ Փաշինյանին քննադատող ու մեղադրող չի եղելու չկա, բայց Ռուսաստանի Դաշնությունը մինչև չգիտակցի իր բաստողումները եւ իր իրավիճակում իր մեղավորությունը ինքը դժվար թե կարողանա ճիշտ հետևություններ անի։ Այդ նոր տեսան, որ Նիկոլը գնում է Եվրամիություն։ Նոր տեսան, որ առանց իրանց ասելու Պրագայում ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մասում։ Նոր տեսան, որ ՀԱՊԿ-ի զորավարժությունների փոխարեն Եվրամիության դիտորդներ ա բերել։ Նոր տեսան, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում վետո դրեց հայտարարության վրա։ Նոր տեսան, բայց իրանք էին ասում, օն Դնիպրի դարձել։ Իրանք էին ասում, համոզված ենք, որ 21 թվականի ընտրությունները հաղթելուց հետո իրանք էին ասում, համոզված եք կկատարեք մեր պայմանավորվածությունները։ Իրանք մի քանի քարոզիչին հանած, իրանք էին հիացած Նիկոլ Փաշինյանով։ Իրանք էին այսօր ազգային ժողովի ղեկավարության մոտ իզնից բողոքում։ Ասում են, այ դուք լավն եք, այ Շարմազանովը վետո էր դնում Պակիստանի, օդեկա հելել էր իրան բաներ անում։ Նա դե ախպեր ջան, ես ուրախ չեմ, ես միշտ եղել եմ հայ-ռուսական հարաբերությունների ջատագով եւ հայ-ռուսական դաշնակցության ջատագով։ Ինչու՞։ Որովհետեւ առաջինը մենք արժեքային դաշնակիցներ ենք, մենք բնական դաշնակիցներ ենք։ Հայաստանը մեզ շատ բնական դաշնակիցներ չունի, մեկը Ռուսաստանն է, մեկը Իրանը։ Ուզում ասենց անենք, ուզում ասենց այդ է։ Երկրորդը արևելաքրիստոնեական քաղաքակրթությունն է, երրորդը տնտեսական եւ անվտանգային առումով։ Եվ իրոք, երբ որ Ռուսաստանը եղել է Հայաստանի դաշնակիցը, Հայաստանն է Ռուսաստանի, մենք ունեցել ենք երկու հայկական պետություն 42000 քառակուսի կիլոմետրով։ Այսօր Նիկոլ Փաշինյանը 29743-ին Երանի ա տալի։ Ազգին էլ ասում է Երանի տվեք։ Ասում են 42000 որ եղել է այդի հեչ, բայց 29 ու 743-ը որը հենց էդի պայղավ, էդի վերջն է։ Այստեղ Ռուսաստանի մեղավորությունն էլ կա, բայց ինչ վերաբերում է այսօր, ես պետք է ասեմ, որ նախ Ռուսաստանը միգուցե չհասկացավ 18 թվականի հեղափոխության նպատակը։ Կարծում եք այդպես։ Այո, ես այդպես եմ կարծում։ Իրանք փորձեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ խաղեր տալ, խաղել, իրանք քաշել, բայց իրանք չհասկացան, որ 18 թվականի հեղափոխության աշխարհակաղակական նպատակը Ռուսաստանին Հայաստանից ճանապարհելն է։ Եվ առաջին ջութակի Սմինչոկը վերցնելն է եւ տալ Թուրքիային։ Այսօր հարավային Կովկասում Ռուսաստանը այլևս առաջին ջութակ չէ։ Դժբախտաբար մեզ համար։ Մենք մեծ ընտրություն չունենք, դա Թուրքիա եւ Ռուսաստանն է։ Արևմուտքը ՆԱՏՕ-ն այստեղ իրանց շահերի պատվիրակումը տվել են Թուրքիային։ Եվ Նիկոլ Փաշինյանն էլ ռուսական աթոռից նստել է թուրքական իշավոտնուկի։ Կարճ կոնկրետ, դրան է գնում։ Ռուսաստանը միգուցե նոր են հասկացել։ Կամ դա արել են նաեւ քանի որ ուկրաինական սցենար ա եղել, ուկրաինական պատերազմի SSV-ի ժամանակ Ադրբեջանին եւ Թուրքիային դուր գալու համար միգուցե նրանց նշանակությունն ավելի մեծ է եղել։ Բայց կրկնում եմ, ես ասում եմ, որ Ռուսաստանում այնպես չի, որ հարավային Կովկասի ռազմավարության կարևորությունը հասկացել են։
Այսօր 200 տարի էլ չեն հասկացել։ Ես որպես պատմաբան եմ ասում, որ հասկանային, միշտ այստեղ հող չէին գրավի, հետ տային թուրքերին Բալկաններում վեկալեին։ Ոնց կարելի է նայել քարտ, ասիկան իրանց համար գցենք, օրինակ աշխարհաքաղաքական առումով, հարավային Կովկասը դարպասա դեպի Մերձավոր Արևելք, չէ՞։ Դե Սև ծով, Կասպից ծով, Պարսից ծով, չէ՞։ Այսօր չի, մենակ Պուտինյան Ռուսաստանը չի։ Միշտ էլ իրանց համար երևի հարավային Կովկասը չի եղել առաջնային, իրանց համար երևի առաջնային եղել Ուկրաինան, չգիտեմ, Լեհաստանը, ու Եվրոպան ավելի շատ։ Դա էլ մտածելու խնդիր է, բայց այս հարավային Կովկասի կետը միշտ չի, որ իրանց մոտ եղել է առաջնային։ Կամ էլ իրանք մտածել են շատ սխալ, Ակուդա վիճենից էս։ Դա էլ է շատ սխալ, այդ մեկը կար մի հատ, որ տենց հարասում էր, չէ՞։ Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ընդունում որպես իմ երկրի վարչապետ, բայց ես թույլ չեմ տա որևէ մեկին պետության հետ, կամ ես չեմ լռի, երբ որ որևէ մեկին ժողովրդին պետության հետ տենց խոսա, էլի, Ակուդա վիճենից էս։ Տենց չի։ Լավ, հիմա իրենք post factum գլխի են ընկել, թե միևնույն է այդ բանը Նախ ֆիքսենք մի բան, ես հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակից եմ եւ իշխանապողության պարագայում պետք է անել ամեն ինչ վերադառնալ հապկ։ Հայաստանը պետք է վերադառնա հապկ եւ խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սա ակնհայտ է, սա է պահանջում Հայաստանի Հանրապետության շահը։ Սա շատ հստակ է։ Հիմա այդ դիալոգը ինչպես է գնահատում, որը կուլիսներից դուրս եկավ եւ արդեն հանրային տիրույթ մտավ Պուտին-Փաշինյան այդ զրույցը եւ նաեւ ասեցի արդեն Օվերչուկի արձագանքները։ Տարբեր ձև են մեկնաբանում։ Եվ իրենց մեդիա քարոզչությունն է շատ կոշտացել վերջին այս հանդիպումներից հետո։ Դե մենք տեսել ենք շատ է կոշտացել, հետո ոնց է էլի դզվել, էլի, ես չեմ կարող ասել։ Ես, քանի որ Նեժդեհյան կուսակցության կողմնակից եմ, կողմնակից չէ, ներկայացուցիչ եմ, ես Նեժդեհի խոսքերով եմ միշտ առաջնորդվում։ Որը Մեր թեյացումների եւ ցախողումների մեղավորը նախ եւ առաջ մենք ենք։ Այո։ Եվ մեր փրկությունը նախ եւ առաջ մեզնից է գալիս։ Իսկ եթե մենք ստե նստեցինք, ոչ մի բան չարինք, հույսներս դրեցինք Մոսկվային, Վաշինգտոնին, Բրյուսելին կամ Թեհրանին, կամ Պեկինին, կամ Նյու Դելիին, ոչ մի բան չի ստացվելու։ Հիմա ինչ պետք է անենք մենք, պարոն։ Մենք պետք է հասկանանք, որ մեր պետությունը, մեր երրորդ հանրապետությունը ձեռից գնում է։ Մեր երեք պետք է առաջինը, եթե ամեն ինչ գնում է ընտրության, նախ պետք է ինչ անեինք, պետք է իմպիչմենտի շուրջ բոլոր քաղաքական դիմաց, շատ վատավոր չարեցին։ Շատ վատավոր չարեցին։ Պետք է մենք ասել ենք, մենք չենք ասում ընտրություններով անհնար է, բայց մենք ասում ենք ամենառեալը իմպիչմենտն էր։ Իմպիչմենտը դեռ ուժի մեջ է։ Մինչև հունիսի 8-ը կարա լինի։ Դա չի, պարոն Շարմազանով, անգամ եթե Հայաստան դաշինքի падգամավորները եկան ստորագրեցին, բա ԿՊ-ն ինչ էին անում։ Իսկ որ միտինգներ էին անում, իրատեսական է, որ Նիկոլը պետք է գնա, բայց ես էլ կարայի ասեմ, տղեկ ջան, դե որ միտինգ է հրավիրում իրատես, Նիկոլը գնաց 5 տարի է միտինգ Դե եկան։ մտածում էին մենք 20 հոգի ԿՊ-ից որտեղից գտնենք, որ բերեն ստորագրեն։ Եթե ճնշումը շատ լիներ կգտնեիք։ Ճնշումը ոնց եք պատկերացնում, փողոցային ճնշման։ Միանշանակ։ Նիկոլ Փաշինյանը փողոցով եկել է, փողոցով էլ պետք է գնա։ Այդ այն կա։ Առանց փողոցային ճշման, առանց հանրային ճշման, այդ մարդը նույնիսկ պարլամենտում իր բերանով այնքան ավազնիվ է։ Ասե ժողովուրդ ջան, ինչ չեք ուզում, հեղափոխություն արեք, անեք։ Բայց փողոցային պայքարը Կյանքում գոնե Նիկոլի ու ժողովրդի կարծիքը մի օր գոնե պետք է համակնի։ Պարոն Շարմազան, 4 անգամ փողոցային պայքար ա եղել։ Այդ փողոցային պայքարի փորձնել ենք ունեցել, չենք հաջողել։ Տենց է ստացվում։ Դե չենք հաջողել, բայց դա չնի շագվետ է չենք հաջողել։ 4 անգամ, այո, եթե պետք է 1 չի, 2, 4 անգամ։ Քանի որ դրված է Հայաստանի ճակատագիրը, հետո ողորմյա չենք այնալու անենք։ Եթե հիմա Նիկոլը վերընտրվեց, սահմանադրությունն էլ փոխեց, բրծավ։ Արցախի խոսալու համար մենք կարող ենք քանի որ սահմանադրություն չկա, դատվենք։ Արարատի մասին խոսելու համար դատվենք։ Մեր դպրոցները եսի մանուշ Հայաստանի չեն սովորելու։ Այն պարուր սևակը, որ ասում էր իմ Մասիս հորով, իմ Արիքս հորով, այդ չի լինելու, որտեղ Մասիսը կա, Արարատը կա, Արևմտյան Հայաստանը կա, Ձորի Միրոկինոն ցույց չեն տալու, երեխեքը չեն իմանալու դա ինչ է։ Ցեղասպանության հուշահամալիրը վերածվելու է հայ եւ թուրք ժողովուրդների ընդհանուր ողբերգության կամ ես չգիտեմ ինչի։ Սա հայ մնալու եւ կներեք անուղեղ էակ դառնալու անհիշողության էակ։ Իսկ ըստ Հանճարե Խրյան Մաթեոսյանի անասունի վերածվելու կռիվ է։ Ես ուզում եմ մի բան ասեմ, էլի այն օրը
Չէ, լսել, քանի որ մենք էլ էինք համագումարի, դրանք էլ էինք կարծեմ համագումարի, այն օրը նայում եմ սրան, որ ես գժվել եմ արդեն։ Ասում եմ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպեցի, Նիկոլն ասում։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ասեց, դուք նահատակ ժողովուրդ եք։ Եսի անընդհատեցի, ասի, ոչ, մենք նահատակ ժողովուրդ չենք։ Ասում եմ, ոչ նահատակ չեք, նահատակ ժողովուրդ եք։ Ես ասի, չէ, ոչ ուզում ենք կապել։ Սա Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մոտ էլ է մեր ազգի խայտարակել։ Նահատակ ժողովուրդը դա զոհը չի, էշ նահատակը չի։ Նահատակ ժողովուրդը քրիստոնեական աշխարհում ամենաբարձր արժեքն է, հանուն Աստծու, հանուն Հիսուս Քրիստոսի, հանուն աստվածային ճշմարտության նահատակվելու, նահատակը չի մեռնում, այա նահատակը հարություն է առնում։ Հիսուսի համար նահատակվել են Պետրոս առաքյալը, Պողոս առաքյալը, Թովմաս առաքյալը, Թադևոս առաքյալը, Ստեփանոս Դախավկան։ Դա չի հասկանում, որ նահատակ ժողովուրդ Ֆրանցիսկոս Պապը հայ ժողովրդին տալիս է մեծագույն կոչումը քրիստոնեական աշխարհում։ Ասում մենք ուզում ենք ապրենք։ Ով չի ուզում ապրի։ Բայց տեսեք մենք։ Բայց նա մտածես Ֆրանցիսկոս Պապը մտել է, Հռոմի Պապը խոսում է հավիտենական աստվածային ճշմարտություններից։ Սա կիլոմետր կենցաղային թեմա։ Ու գլուխ էլ գովում է, կպնել ծափա տալի, որ ես Նիկոլես Ֆրանցիսկոս Պապին ասի, ինչ նահատակ, ես ինչ ես ասում, մենք նահատակ ժողովուրդ չենք։ Հələ Ֆրանցիսկոս Պապը հո չի ասել հայ ժողովուրդը գնա վերանա։ Ֆրանցիսկոս Պապն ասում է, դուք մի ժողովուրդ եք, հայ ժողովուրդը եզակի, եթե ոչ միակ ժողովուրդն է, որը Աստծո համար։ Այո։ Հանուն բացարձակ արժեքի, հանուն մեր Հիսուս Քրիստոսի Տեր ինքը նահատակվել է եւ հարությունը առել, ինքը այն ազգն է, որը հանուն իր կրոնի, հանուն Աստծո, հանուն բացարձակ ճշմարտության, հանուն հավիտենական արժեքների նահատակվել է, դա որևէ ազգի տված ամենաբարձր բանն է։ Սա չի հասկանում, գնում եք ասել, ես պատկերացնում Ֆրանցիսկոս Պապի կալպակը ոնց է թռել արած, ես ում հետ եմ հանդիպում։ Բայց պարոն Շարմազան, կարծում եք իսկական չի հասկանում, թե ինադու մանիպուլացնում է հատուկ։ Չի հասկանում։ Հա, ինքը նահատակի իմաստը չի հասկանում։ Չէ, միգուցե չի հասկանում, էլի։ Մանավանդ եթե դա ասում է Հռոմի սրբագույն քահանայապետը, Պետրոս առաքյալի գահին նստած Ֆրանցիսկոս Պապը։ Ինքը նահատակի աթոռին է նստած, չէ։ Այո։ Նահատակը Պետրոսի Պետրոս, Սուրբ Պետրոսի, Պետրոսը, որ ժայռա, որի հիմքի վրա Քրիստոսը ստեղծեց իր եկեղեցին։ Հռոմի Պապը քեզ ասի, դու պետք է ընդհանրապես ասես, շնորհակալ եմ սրբագույն քահանայապետ, որ դուք հայ ժողովրդին այդքան բարձր եք դասում։ Բաղ կարող է գնացեն Հռոմում խեք են նարեկացում արձանը դրել։ Կետել հանեք, կետել է։ Բայց ես մի վարքյան կասկած չունեմ։ Հիմա տեսեք, օրինակ ասում Դրա համար եմ ասում, մեր խնդիրը արժեքային է, այս մարդու հետ արժեքային է։ Մի մարդ, եթե դուք պատմության մեջ տեսել եք մեկին կամ լսել, որ հայնիկը տա, հերոսանա, պարտանա ասի, որ ասի մենք անկախացանք։ Հայնիկը տա, ասի Արցախը թողեր։ Կամ Պուտինին կանգնի, խոսում այն իշխանությունից, չէ։ Պուտին Նիկոլ Փաշինյան հանդիպումը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը իրականացրել է կոշիկ լիզողի քաղաքականություն, իր բառերով եմ ասում։ Ասում Արցախը խի ճանաչի իր Ադրբեջանի մաս, ասում դուք ասեք։ Երբ որ դուք երկու անգամ ասիք, նոր դրա համար ճանաչեցի։ Մի որ Պուտինը ասի Երևանը Ադրբեջանա, կներես Վլադիմիր Վլադիմիրովիչ, կամ Տրամպ ասի Երևանը Թուրքիա, կներես Դոնալդ Տրամպ ջան։ Իսկ եթե որևէ պետության ղեկավար, տվյալ դեպքում Պուտինը կամ Տրամպը, կանգնի ասի Երևանը, մեկը ասի Ադրբեջանա, մեկը ասի Թուրքիա, դու ինչա ճանաչելու ես դա թուրք-ադրբեջանական։ Ինչա թե իրանք ասել են։ Բա խոսում եք ինքնիշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ցույց տվեց, որ ինքը ինքնիշխանություն մասին խոսելու որևէ իրավունք չունի։ Ինքը ծակ ֆուտբոլի գնդակի կարգավիճակից ավելի վատ խոսույթով է խոսում։ Ոնց կարելի է կապ չունի։ Ասեն ինչու դուք Ղարաբաղը ճանաչեցիք, ասի հա ես Ղարաբաղը ճանաչեցի, բայց երբ որ դուք ճանաչեցիք։ Ասիկա դուք ես էլ կրկնում եմ։ Եթե հիմա X երկրի ղեկավարը Երևանը քո դաչեկը, այդ կառավարության առանձնատունը, ասի դա քոնը չի, դա Էրդողանինն է։ Պետք է տաս Էրդողանին արա։ Ու ես զարմանում եմ, որ սրանք գնում են ձեն են տալի, որ սրանք ծափ, սրանք չինեք ծափ տալի, այդ էլ ծավը տանեմ։
Լավ, հիմա տեսեք, իր թիմն էլ իր նման է, բնականաբար իր քարոզչության եւ ոչ թե քարոզչության, այլ ինձ թվում է այս ԿՊ-ում արդեն ինքնապաշտպանական շատ բարձր բան կա, էլի, իմունիտետ, որտեվ եթե նա չլինի, նրանք էլ չեն լինի, հա, այդ դաշտում եւ ինչ իմանան, թե իրենց հետ ինչեր կկատարվի, բայց Համի կրակն է ընկել է 50-100 դե հիմա ոնց անենք, պարոն Շարմազան։ Ասեցի, ակտիվ մասնակցել ընտրություններին, ձայն տալ ազգային պետական ուժերին, բ պատրաստվել Սահմանադրությամբ նախատեսված անկախ օրինական պայքարի 21 թվականին, երբ որ տեղի էր ունեցել 20 թվականի 44 օրյան այդ խայտառակ պարտությամբ եւ այդքան զոհերով, 21 թվին էս մեր ժողովուրդը գնաց դրան ձեն տվեց։ Կներեք, եկեք մենք նայենք բարձ աչքերի մեջ մեր հասարակության եւ իրականության։ Հիմա եկել եմ ձեր մոտ, որ ասեմ ժողովուրդ ջան, այն վաղ ձեզ ձեն տվեց, այն վաղ ձեն տվողները կասեն դե պարոն Շարմազանov Տիկին Արաքելյան, բա Նիկոլի Մեր Նիկոլի բանում գրած է, որ Արցախը հետա բերելու, հադրութը հետա բերելու, ճանաչելու է, հիմա էլ չի ասում, եթե հիմա այն ժամանակ ասում են խափեց, հիմա այ մարդը չի խափում, պրյամոյ ասում։ Այ դա եմ ուզում ասեմ, հիմա նստում ասում է արդեն, ասում է էս եմ անելու, էս եմ անելու, այն եմ անելու, որ ինձ հետո չմեղադրեք, չասեք թե չեմ ասել։ Ով ասես չեմ ասում։ Լավ էլ ասում եմ։ Բայց կգաք ինձ ձեն կտակ։ Սա ընտրությունն է, Նիկոլին ձեն տվողը ձայնա տալի, Հայաստանի թրքասմանը, Հայաստանի ադրբեջանացմանը։ Նիկոլին ձեն չտվողը, ազգային ուժերին ձեն տվողը ձենա տալի Հայաստանի ապագայի հույսին։ Կարճ կոնկրետ։ Սա Հայք Նահապետի ժառանգ լինելու եւ Բելի ժառանգ լինելու խնդիր է, Հայքի ու Բելի խնդիր է։ Հայ ու թուրքի խնդիր արա, ոնց բացատրեմ էլ։ Պարոն Շարմազան։ Հայաստանը սարքում են Թրքաստան։ Այդ արդեն բոլորը կարծում եմ հստակ պատկերացնում են։ Պարոն Շարմազանով, բայց մեր բացթողումների հիմնական մեղավոր նաև մեր հասարակությունը կարգում է հենց մեր ընդդիմությանը։ Դե մենք դա մեր Այո, կարգում է ընդդիմությանը։ Այսօր հրապարակվել է Հանրապետական կուսակցության բանաձևը համագումարի, որտեղ մենք այդտեղ նաև այո ընդունում ենք եւ ընդդիմության եւ մասնավորապես Հանրապետական կուսակցության մեղքը, որ չեն կարողացել այս տարիների ընթացքում փողոցային պայքարների արդյունքում հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, բայց յուրաքանչյուր առանց դրա չի լինի, եթե մենք ասենք ամեն ինչ ճիշտ են կայ, բայց եթե ամեն ինչ ճիշտ է կարելի, ասենց ամեն ինչ այսքան վատ։ Սա ակնհայտ է։ Դրա համար պետք է վերաիմաստավորենք մեր գործողությունները եւ եթե վերաիմաստավորման գործողությունների հիմքում նաեւ ընկած է մեր որոշումը կուսակցության։ Մեր եսը ստորադասենք մենքին, առաջնորդվեն կուսակցությանս էլ, բայց ազգիս համար սկզբունքով, գնալ նպատակ ունենալով իշխանափոխությունը, ոչ թե իշխանության գալը։ Ես չեմ կարող չանդրադառնալ այն մի կտորին, որը հենց վերաբերում է ներընդդիմադիր խմորումներին, որը պարբերաբար եղել է, մի պահ ակնհայտ, մի պահ ակտիվ, մի պահ այսպես լատենտ, որ հանրությանը հասանելի չի եղել։ Հիմա կարծես թե այս ընտրություններից առաջ այդ ամեն ինչը ավելի սրվել է, հա, ինչ որ փոխադարձ կրակոցներ, ավելի շուտ ընդդիմադիր հայացքներ ունեցող, հա, մարդկանց ակտիվություն եմ ես նկատում, եւ կրկին հայտնվել եք թիրախում դուք։ Եվ նաև շատ ու շատ ձեր կողմնակիցներ էլ այսպես երկրորդ նախագահի թիմի նկատմամբ կա ինչ-որ թիրախավորում նրանց կողմից, երրորդ նախագահի, այլի կրկին ինչ-որ այս խառը, այս հորձանուտի մեջ ենք հայտնվել, որը հավատացեք, չենք ուզում տեսնել, չենք էլ ուզում լսել, բայց այս խմորումները, այս խնդիրները ամեն դեպքում տվեցին այն ցավալի եմ ասում, ցավալի արդյունքը, որ չկարողացավ ընդդիմությունը այսպես ավելի համախմբված ու կոնկրետ ծրագրային քայլերով պայքարել սրանց դեմ, այս թրքական իշխանության դեմ։ Միանշանակ։ Տարանջատում օպերացիան օգուտ չտվեց, ոչ ընդդիմությանը, օգուտ տվեց իշխանությանը, ոչ էլ առանձին որևէ քաղաքական ուժի։ Ես կարծում եմ, որ կար ջենտլմենական համաձայնություն եւ մենք պետք է շարժվենք դրանով։ Հիմա դե ինչ եղել է, մենք պետք է գոնե այս փուլում, որովհետեւ ընդդիմությունները մնացել են ընդամենը 2 ամիս։ Այս 2 ամիսը կենտրոնանանք ոչ թե իրար վրա քար նետելու, այլ քարերը հավաքելու եւ նիկոլիստական իշխանությունը հեռացնելու վրա։ Ես դրա համար հատուկ շատ ասելիք ունեմ, բայց չեմ ուզում դրա մասին խոսել, հիմա դրա ժամանակը չի, ասում ենք ինչ են կորցրել, ինչի հետևից ենք ընկել, էլի ջանդամ թող մի քանի օքի էլ ավել մեզ քննադատեն, միայն թե դա նպաստի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Մենք խնդիր չունենք, մենք ունենք իմունիտետ, հանրապետականը եղել է, կա եւ լինելու է եւ դեռ ով կպայքարի, ով չի պայքարի, եթե մարդիկ կան, քաղաքական թիմեր կան, ովքեր ծնվում են թիթեռնիկի կյանքով, մինչև ընտրություններից հետո
կորում անհետանում են, հանրապետականները 1000-ում ընտրություն տեսել է եւ ընտրությունով չի պայմանավորվել իր քաղաքական պայքարը։ Աշոտ Նավասարդյանն ու Անդրանիկ Մարկանը երբ որ ստեղծում էին հանրապետականը, նրանք ոչ ընտրության մասին էին մտածում, ոչ էլ պաշտոններով էին գայթակղված։ Նրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ երիտասարդ տարիները անց են կասել բանտերում հանուն անկախության։ Նույնը Վազգեն Սպարապետը, երբ որ ղեկավարում էր մեր բանակը եւ ստեղծում էր հայոց բանակը, չէր մտածում էլի, որ ինչ պաշտոնի է գնալու։ Նույնը Սերժ Սարգսյանն, երբ որ 88 թվականից պայքարի մեջ ա եղել եւ դարձել է Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար ու ազատագրել է Շուշին, հաստատ չէր մտածում ինչ պարգևների արժանանալու։ Նույնը մենք այսօր մենք կանգնած ենք հայրենիք ունենալու ու հայրենիք կորցնելու վտանգ չէ, ուղիղ սպառնալիքի առաջ։ Կրկնում եմ, նիկոլիզմին ձայն տալը Իլհամ Ալիևին կամ Յենի Ադրբեջան կուսակցությանը։ Գնացեք մտածեք, հետո չասեք Շարմազանովը, չի ասել, ինձ էլ չեք կայացեք մանդատի համար եմ ասում, նրա համար եմ ասում, ոչ առաջադրվել եմ, ոչ առաջադրվելու նպատակ ունեմ, ոչ էլ մանդատ եմ ուզում։ Եղավ, էլ չեք կայացեք ձեր ենք մնում։ Պարոն Շարմազանովը, դուք միշտ շատ ազատ արտահայտվել եք։ Դե հիմա առավել ես օրինակ տարբերությունը չեմ զգում, հիմա որ չեք մասնակցում եւ միջև դա, ես կարծում եմ ավելի սուր եք լինելու ձեր խոսքի մեջ, այդ մասով ամեն դեպքում ես վստահ եմ։ Պարոն Շարմազանov, շնորհակալ եմ այսօր հրավերս ընդունելու համար։ Ինձ միայն մնում է եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր Մեդիա Հաբի տաղավարում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդվարդ Շարմազանովին, իսկ մենք կհանդիպենք հինգշաբթի օրը, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։